Ելենա Արշակյանի Մարիա սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում լարվածությունը հասել է գագաթնակետին, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե երբ վերջապես Դավիթն ու Մարիան միասին երջանիկ են լինելու։ Չնայած նրանք այս պահին միասին են ու երջանիկ, սակայն նրանց սերը դեռ շատ փորձությունների միջով է անցնելու, Ռաֆը այս ամենը հենց այնպես չի թողնի։ Նոնան Աբուլին գտնելուց հետո կարծեք թե 180 աստիճանով փոխվել է։ Նրա կյանքի նպատակներից մեկը դարձել է Մարիային երջանիկ տեսնելը ու այդ ամենի համար նա անում է ամեն ինչ, նույնիսկ մատանին հատուկ թաքցրել էր, որպեսզի չհասցնի Ռաֆը Մարիայի մատին մատանի դնի։ Նոնան խաբեց բոլորին, ասաց, որ հարևանն էր, բայց բոլորին էլ պարզ էր, որ ոչ մի հարևան էլ չկա, դա Դավիթն էր եկել։ Նոնան ամեն ինչ արեց, որպեսզի Մարիան ու Դավիթը հանդիպեն, հաշտվեն և վերջապես միասին երջանիկ լինեն, սակայն Ռաֆը ունի նոր պլաններ։ Այժմ Ռաֆի միակ պլանը Դավիթին վնասելն է։ Նա հասկանում է, որ ինչքան Դավիթը լինի Մարիայի կողքին կամ շուրջը, Մարիան երբեք իրեն չի ընտրի, և այդ պատճառով նա որոշում է վնասել Դավիթին, իսկ վնասել Մարիայի միջոցով։ Ռաֆն ինչպես միշտ իր պլանների համար օգտագործում է ուրիշներին, այս անգամ էլ կանչում է այն տղային, ով խնդիրներ ունի Մարիայի հետ ու ասում, որ Մարիան պատրաստվում է գործը տալ դատարան ու նա համոզված է, որ Մարիան շահելու է դատը, իսկ դա նշանակում է, որ բոլորին դուրս է հանելու Մարիայի ու Դավիթի դեմ։ Միակ բանը, որ Մարիային կարող է հետ պահել, դա Դավիթին վնասելն է։ Հավանաբար այդ տղան ինչ-որ կերպ կվնասի նրան, իսկ թե ինչպես, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութը, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում թողեք ձեր կարծիքը, նշենք նաև, որ շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են սպասվում հեռուստասերիալում, նոր կերպարներ, նոր զարգացումներ, իսկ հեռուստասերիալի ավարտը շատ մոտ է, հեռուստադիտողներին շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում ավարտին։ Եթե ցանկանում եք առաջինը տեղեկացված լինեք ավարտի նոր հերոսի մասին, ապա պայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Գրեք նաև, թե ինչ եք կարծում, ինչ է մտածել Ռաֆը և ինչպես է Դավիթին վնասելու։ Գրեք նաև, թե արդյոք հաղթահարելու է Դավիթի ու Մարիայի սերը և արդյոք նրանք վերջապես միասին են լինելու ու բոլորից հեռու։ Իսկ այժմ դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են նկարահանման հրապարակում հատուկ ձեզ համար։ Ես եկել եմ նկարահանման հրապարակ, առաջիկայում շատ զիլ սերիաներ են սպասվում։ Ռաֆը զնով գալու է հրապարակ, որ բանի նկարահանման։ Մերս, սրբությունս, օջախիս կանթեղ։ Բարև բոլորին, շնորհավորում եմ բոլոր մայրերի կանանց ապրիլի 7-ը, և քանի որ այսօր ապրիլի 7-ը, մենք երգում ենք Dream Music Hall-ում, Աստուդիոյի համերգի սկզբում։ Մտածեցի, որ շատ հետաքրքիր կլինի երևի թե ձեզ սթորիներով տեսնել ոնց է այս ամեն ինչը տեղի ունենում, ինչ համերգի պրոցեսը, ինչ ա լինում եւ այլն եւ այլն։ Դրանով կապի մեջ եղեք, սպասեք հետաքրքիր սթորիների, այսօր կտեսնեք շատ ավելին, քան տեսնում են ուղղակի հանդիսատեսը բեմում։ Առավոտ շուտ գնացել էի նկարահանման, հետո որ տուն եկա, ասեցի պարկեմ 20 րոպե քնեմ, երեխեքի 2 ժամ քնել եմ ու դեռ էլի կքնեի, բայց ես գիշերը շատ լավ եմ քնում։ Ինչ անել, որ օրերը արագ անցնեն ու իմ հանգստի օրերը հասնեն ինձ։ Ինձ շատ շտապ կերպով վիդեոգրաֆա պետք, ինձ պետք է 2 վիդեո նկարվի հեռախոսով, ինձ պետք չի պրոֆեսիոնալ կամերայով, պետք է նկարվի հեռախոսով, մշակվի։ Իհարկե ես էլ կարամ, բայց չէ, ինձ է պետք նկարել կողքից, այնպես որ ավելի լավ է, այդքան չտանջվեմ, ինձ վիդեոգրաֆա պետք։ Ես եկել եմ նկարահանման հրապարակ, առաջիկայում շատ զիլ սերիաներ են սպասվում։ Ռաֆը զնով գալու է հրապարակ, որ բանի նկարահանման։ Մերս, սրբությունս, օջախիս կանթեղ։ Ձեր մոտ եկել եմ շոկ կոնտենտով։
Սենց էլ է լինում։ Ինձ համբերություն ուղղակի։ Ռաֆ։ Ոնց ես։ Ռաֆ, ես մտածել եմ քո ասածների մասին ու շատ բաներ եմ հասկացել։ Ավելի կարճ խոսես Մարիա։ Ռաֆ, ես որոշել եմ, որ քեզ եւս մեկ շանս կտամ։ Ու ամեն ինչ կսկսենք նորից։ Սարերի ու ձորերի տարբերությունը։ Ինչ։ Ինչի ես զարմանում։ Դու չէիր ասում, որ պետքա Ռաֆի կողքին լինեմ, որ իրեն չափեմ։ Մարիա դու Ես իմ ազատորին ենքան վատ եմ զգում ժամանակս, որ չեմ հասցնում, այն ինչ որ պլանավորում եմ, օրինակ այսօր ես պետք է պատրաստվեի, գնայի Թամս, այնտեղ հաշվար կանեի, որը 2 օր առաջ պետք է անեի, ուղղակի նկարահանումների պատճառով չի հասցրել, իսկ հիմա ես պատրաստվելու հասնում եմ Թամս, այն ժամանակ երբ ախտեմ պետք է գնամ դասի, завтра կսալ հետս եմ վերցրել Գնամ դասի, հետո գնամ հյուր, գիշերվա 1000-ին կգամ հաշվար կկանեմ։ Երեխեք, ես սենց տնից դուրս չեմ եկել, ես լիշտո ես սենց նկարահանումից գնում եմ տուն։ Բացատրեք ինչ եք արել ինձ հետ։ Ճիշտ ասում, ինչ ասում է, ճիշտ ասում։ Քաջո։ Մենք քեզ ուղղակի շատ ենք սիրում, լավ ենք նայում, լողացնում, նոր ենք ճանապարհում տուն։ Okay։ Մի րոպե, մի հատ կարդա։ Այնքան եմ մտածում Մարիայի ու Դավիթի մասին երազիս մեջ հաշտվել էին։ Ինչ ասեմ, մի քնեք։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեք ունենաս էլի հո անտեր չես։ Երկու ընկեր կունենաս։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդ թե ընկերներով է հարուստ, Լավ, թե եկեք ընկերներ անկեղծ չունես։ ասեք, էլի։ Ինչ ասենք։ Որ կամարիկը գերում է։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան տեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։